Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, հայտնելով այն մասին, որ Հայաստան են վերադարձվել 4 գերիներ։ Նա գրել էր հետևյալը. Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեկջյանը և Վագիվ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամարով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին և հիմա գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում։ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեկջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիվ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար, նրանք տեղափոխվում են Երևան, նշել էր Նիկոլ Փաշինյանը։ Գերությունից վերադարձած Վիգենի կինը Լինդան Հայաստանում չէր գտնվում և իմանալով ամուսնու Հայաստան վերադարձի լուրը ժամանել էր հայրենիք։ Նրան Հայաստանի Զվարթնոց օդանավակայանում դիմավորել է Հայկ Սարգսյանն ու ուղեկցել դեպի Վիգենը, իսկ նրանց հանդիպման հուզիչ կադրերը լայնորեն տարածվել են համացանցում։ Star News-ը ևս առաջարկում է դիտել դրանք։ Ադրբեջանի գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը ժամեր առաջ գրառում էր կատարել, ներկայացնում ենք նաև նրա գրառումը։ Ես ձեզ չեմ լքել, տղաներ, հոգիս թողել եմ ձեզ հետ, քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք, ես հանգիստ չեմ ունենալու, երդվում եմ, գրել էր նա։ Վագիվ Խաչատրյանի դուստրն էլ Վերա Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառում էր արել, տեղեկություն տարածելով այն մասին, թե ինչ վիճակում է գտնվում նրա հայրիկի առողջական վիճակը։ Հայրիկիս առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար։ Սիրելի ընկերներ, ծանոթ ու անծանոթ բարեկամներ, անսահման երախտապարտ եմ ճակատագրին, որ իմ կյանքի ճանապարհին ունեմ ձեզ։ Ձեր սերն ու աջակցությունն էին, որ լուսավորեցին խավար դարձած օրերս և ուժ տվեցին հասնելու այս լուսավոր պահին։ Խնդրում եմ ներել, որ այս պահին չեմ կարողանում պատասխանել ձեր ուղարկած հարյուրավոր նամակներին։ Խոստանում եմ, յուրաքանչյուր բառ կկարդամ անձամբ, հայրիկիս կողքին նստած, և յուրաքանչյուրիդ կպատասխանեմ անհատապես։ Ուզում եմ տեղեկացնել, որ հայրիկիս առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար։ Նա ևս իր խորին շնորհակալությունն ու ջերմ բարևներն է փոխանցում ձեզ բոլորիդ, երանի ինձ ձեզ ունենալու համար, գրել էր նա։ Իսկ մենք առաջարկում ենք դիտել հուզիչ տեսանյութերից ևս մի քանիսը։